Կարելի եմ չաշկայի դետալ, այստեղ ես դետալների եզրերը կարել եմ, սա հենց պատրաստի եզրերն են, հիմա կասեմ թե ինչու, սա իմ առաջի փորձն էր, որպես այսպիսի տարբերակ երկու շերտ սինտիպոնը լավ հարթուկել եմ, սկզբից հետո ամրացրել եմ պաուտինկայով, այսինքն կպչուն թաղանթով, երկու կողմից եւ նորից հարթուկել եմ, ամեն մի կտորի արանքը նույնպես դրել եմ այդ պաուտինկայից։ Ստացվել է մոտավորապես 3 մմ-անոց, ահա այսպիսի պարալոնի նման, պարալոն չի, իրականում այն ավելի կոշտ է եւ ստացվում է ահա այսպիսի չաշկա։ Լեկալի եզրագծերը անցկացնելուց հետո ես կարել եմ հենց եզրագծերով եւ կտրում եմ այդ գծին շատ մոտ, որպեսզի ավելորդ ծավալ չառաջացնեմ, քանի որ այստեղ չկա կարաբաժին։ Արդեն պատրաստի դետալները պետք է համապատասխանեն մեր լեկալի չափին։ Դետալները իրար միացնելու եմ, ահա այսպես մոտ դրված կցակարով։ Իմ աշխատանքի համար հարկավոր է կենցաղային կարի մեքենա, որը ունի զիգզագ կարատեսակ։ Քանի որ մեքենաները կլինեն շատ տարբեր բրենդների եւ ունեն տարբեր տեսակի կարգավորումներ, այստեղ կարևորը ընտրեք այնպիսի զիգզագ, որ կարեք դետալի երկու կողմերը։ Ես դնում եմ այնպես, որ իմ այս կարը ընկնի ուղիղ մեջտեղով եւ զիգզագի լայնությունը համապատասխանի երկու այդ դետալների միջև ընկած հեռավորությանը։ Ստուգում եմ սկզբից հեռավորությունը, կարելի է իհարկե ավելի փոքր ընտրել, ըստ ձեր ցանկության, ես ընտրում եմ ամենալայնը ըստ իմ մեքենայի հնարավորությունների։ Երկու դետալները իրար միացնում ուշադրություն դարձնելով կարի հեռավորությունը, մեջտեղի գծից աջ ու ձախ ցանկալի է որ պահեք հավասարությունը։ Կարը սկսում եւ վերջացնում ենք ամրակարով, ամրակարը լավ արեք, ոչ կոպիտ իհարկե, բայց ուշադրություն դարձրեք ամրակարին, քանի որ հարթուկելու ժամանակ մենք դետալը լավ ձգելու ենք, այնպես որ պետք է ամուր լինի այս վերջի հատվածներում։ Քանի որ մենք դետալները ձգելու ենք, դրա համար մեկ անգամ եւս ստուգում եմ իմ կարերը, եթե ամեն ինչ նորմալ է, ապա շարունակում եմ հաջորդ քայլը, դավերևի դետալը միացնում եմ ներքևի այս արդեն կարված դետալին։ Այստեղ պարտադիր ստուգում ենք եւ հաշվի ենք առնում կրծքի կենտրոնի նշակետը։ Իմ դետալները արդեն ճշտված են, ես այստեղ կրծքի կենտրոնը չեմ նշել, որտեղ գիտեմ այն համապատասխանելու է, դուք կարող եք քորոցով նշել կրծքի կենտրոնի տեղը եւ հետեւել ամբողջ ընթացքին, որ այն համապատասխանի։ Դետալները չեն ձգում, չեն դեֆորմացնում կարելու ժամանակ։ Սարը սկսում եւ վերջացնում ենք ամրակարով։ Ստացա այսպիսի ծավալուն դետալ, որը ունի բավական մեծ խորություն։ Կարելի է իհարկե այսպես թողնել, եթե ցանկանում եք, որ ունենաք այսպիսի ծավալ, բայց ես պետք է այն հարթեցնեմ, որտեղ սա ամենափոքր չաշկան է։ Նախքան հարթուկելը եզրերը մաքրակարում եմ։ Հարթուկելու համար հարկավոր է այսպիսի կալոտկաներ, այն ես պատրաստել եմ ինքնուրույն, տեսանյութ ունեմ YouTube-ում, եթե ցանկանում եք հղումը կտեղադրեմ։ Քորոցներով նշում եմ, դեռ շատ չեմ ձգում, ուղղակի հնարավորինս։ Հաշվի առնենք, որ սա փորձնական իմ համար տարբերակ էր, ես այստեղ պատրաստել եմ կտորից, կտորը սոսնձելուց հետո այն այլևս չի ձգվում ոչ մի ուղղությամբ եւ չի դեֆորմանում, շատ դժվար է հարթուկելը, բայց եթե ճիշտ ուղղություններով հարթուկեք, ծալքավորումներ կամ ինչ-որ դեֆորմացիաներ չեք ստանա։ Նշում եմ ահա այսպես, մի քանի տեղից քորոցով։ Հարթուկի հետ աշխատանքը չեմ նկարել, բայց ձեռքով այսպես ցույց եմ տալիս հարթուկի շարժման ուղղությունները, վերևի հատվածին դեռ ձեռք չեմ տվել, այնտեղ դեռ նստած չի, թրջել եմ եւ հարթուկել եմ գոլորշիով։ Վերևի դետալը հարթուկելու եմ այս ուղղությամբ։ Հարթուկից հետո ես այս փայտի միջոցով հանում եմ ավելորդ խոնավությունն ու ջերմությունը, ամենակարևորը որ շուտ ծաղի եւ ֆորման ավելի լավ պահի, այս փայտի փոխարեն կարող է լինել մի քանի տաք ծալած ուղղակի սովորական բիազի կտոր։ Ստացված ֆորման եւ ձևը իմ պահանջներին համապատասխանում է, այսպեսով ես ավարտեցի իմ աշխատանքը։ Այսպեսով ես ստացա 3 մմ հաստությամբ, ահա այսպիսի դետալ, որը ես դնելու եմ ամառային զգեստի մեջ։